Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի լրագրողներ, դուք կենտրոնական ընտրական հանձնաժողովում եք, հարց եք ուղղում ԿԸ նախագահին, որը որ գտնում եք քաղաքական չեզոքության մանդատի ներքո, շատ լավ իմանալով, որ ասենք երբ որ տալիս եք քաղաքական հարց, ինձնից չեք ստանալու պատասխան, կարող եք էլի հարցեր տալ քաղաքական, ես լռեմ, չպատասխանեմ, դուք ասենք հարցը հնչեցնեք, դուք լրագրող եք, կարող եք հարցը հնչեցնել, եթե դա է ձեր նպատակը, խնդրեմ։ Դա չի նպատակը, ուղղակի հիշեցիք, որ դուք ընկերական ճանապարհ եք անցել, գործընկերային ճանապարհ եք անցել Փաշինյանի հետ, մտածողությունները մտածի գուցե նույնը լինի։ Երբ որ ես չեմ լինի նախագահ եւ կուզեք իմ ընկերների, իմ անցյալի մասին հարցազրույցան համեցեք։ Դա չնախատեսված հարցեր, ուղղակի զարմացա այստեղ տեսնելով այս նկարը, հուսամ հաջորդ այցին չի հեռացվի։ Պարոն Հովակիմյան, մեկ հարցադրում, հաշվի առնելով, որ դուք պարբերաբար նախընտրական քարոզարշավի լույսի ներքո հողում եք տալիս օրենքին, նկատի ունենալով իշխանությունների այդ ակտիվությունը, կառավարության անդամները տեսնում ենք, որ այսպես անհասկանալի մեկ քարոզիչ, մեկ որպես կառավարության ներկայացուցիչ լինում են մարզերում։ Սա թեև նշում եք, որ օրենքի տեսանկյունից խնդրահարույց չէ, ամեն դեպքում օրենսդրական այս բացը լրացնելու համար ինչ գործիքակազմ կա այս պահին, որպեսզի հավասարություն ապահովվի բոլոր ուժերի միջև։ Այսինքն դուք արդեն երևույթը գնահատել եք որպես օրենսդրական բաց, այսինքն որոշումը կայացրել եք, դատավճիռը կայացրել եք, ինձ էլ գործողություն եք ակական ձեր որոշման վերաբերյալ ինձ գործողություն եք։ Դուք չեք տեսնում բաց, այսինքն կարող եք կառավարության ներկայացուցիչը ավելի ինտենսիվ արշավ իրականացնել հենց ընտրություններից առաջ եւ դա նորմալ է, հա։ Մինչեւ մեկ տարվա ընթացքում չայցելել, բայց ընտրություններից առաջ ամեն օր լինել մարզում։ Հիմի դուք գնահատում եք քաղաքական գործիչների վարքը։ Այսինքն դուք գնահատում եք քաղաքական գործիչների վարքը, որը չգիտեմ ձեզ դուր է գալիս կամ դուր չի գալիս։ Ոչ, իշխանությունները, ընդդիմությունները, բոլորը քաղաքական գործիչներն, ովքեր որ պայքարում են ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար։ Մեր տեսանկյունից ձեզ համար իրենք իշխանություն ընդդիմություն են, մեզ համար իրենք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, քաղաքական գործիչներ են։ Դրա համար, այսինքն այս կամ այն քաղաքական գործչի գործողությունները գնահատում միայն ընտրական օրենսգրքի տեսանկյունից։ Եթե կասեք, ես անդադ որ մեջ եմ բերում, ինչու եմ մեջ բերում ընտրական օրենսգիրքը, որտեղ ընտրական օրենսգիրքն է այն փաստաթուղթը, այն սահմանադրական օրենքը, որ կարգավորում է իմ, ձեր, մյուսի ցանկությունները կամ տպավորությունները, դրանք ոչ նորմատիվ ակտ են, ոչ սահմանադրական օրենք են եւ մեր ընկալումներով այսպես չեն կարող օրենսդրությունը կարգավորել։ Իսկ միջազգային փորձը, որովհետեւ գիտենք, որ օրինակ ընտրություններից առաջ տարբեր ժողովրդավար հասարակություններում սահմանափակվում են սոցիալական ծրագրերի կիրառումը իշխանությունների կողմից։ Իսկ այս դեպքում մենք տեսանք, որ Փաշինյանը փաստացի ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ թոշակ բարձրացրեց ապահովագրական համակարգներ։ Տեսեք, ես պիտի խնդրեմ ձեզ կոնկրետ բերել օրինակ որևէ ընտրական օրենսգիր որևէ խախտման դեպք եւ այսպես ինձ որպես նախագահի ապաքաղաքական պաշտոնյայի ինձ անունները հետաքրքիր չէ քաղաքական ուժերի եթե կա խնդիր մենք գնում ենք խնդիրի հետևից ես կրկնում եմ քարոզարշավի կանոն այս փուլում չի կարող խախտվել այն պարզ պատճառով, որ քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից։ Իսկ ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի օգտագործում, եթե դուք ցույց կտաք օրինակ, որ գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, որ իր պաշտոնը իր կամ չգիտեմ պաշտոնյա, որը որ տեխնացու է, այսինքն քաղաքական ուժ է ներկայացնում կամ տեխնացու չի, բայց քաղաքական ուժ է ներկայացնում։ Որևէ պաշտոն, եթե ցույց կտաք ինձ, որ իր պաշտոնը տրված ռեսուրսը օգտագործում է քարոզչական նպատակներով, խնդրեմ մենք ինքներս կգնանք այդ այսպես օրենքի խախտում թույլ տված անձի պատասխանատվության ենթարկելու հետևից։ Մայիսի 8-ից հետո կձեռնենք, շնորհակալ եմ։ Համեցեք։